Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ և հրավիրում եմ ձեզ իմ արդյունավետ պարապմունքին, որովհետև մենք բոլորս պարտավոր ենք բարի գործ կատարել ինքներս մեզ համար, լինելով ուժեղ, առողջ և գեղեցիկ։ Եթերում է մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու ստեպ, եթե հարմար ոչինչ չունեք ստեպին փոխարինող, կարող եք նույն գործողությունները կատարել հատակին, երկու ծանրագունդ, որի փոխարեն կարող եք վերցնել երկու շիշ և լցնել ջրով կամ քարով, կամ պարզապես այս իրերը կարող եք ցանկացած սպորտային խանութից ձեռք բերել, իսկ մենք կարող ենք սկսել։ Այսօրվա իմ հյուրն է բոլորիդ կողմից սիրված և ճանաչված դերասան և հաղորդավար Դավիթ Հակոբյանը, ողջույն։ Ողջույն։ Դավիթ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Ես շատ եմ սիրում քո անունը և գիտեմ, որ այն հին հրեական անուն է և թարգմանվում է սիրելի։ Վայ, չէ, ինքը հրեական անուն չի։ Ուղղակի հրեաները լավ PR-ել են այդ անունը, իրենց Դավիթ թագավորի հետ կապված, այնպես որ Դավիթը հին հայկական անուն է, ուղղակի դրա արմատները շատ խորն է, պետք է մի քիչ ավելի մասնագիտական ուսումնասիրություն կատարել, որպեսզի իմանալ, որ դա հին հայկական անուն է։ Եվրեյները ուր էին, որ հայերը իրենց երեխեքի անունը Դավիթ են դնում։ Հետաքրքիր է։ Ես կգնամ և հատուկ կկարդամ Դավիթ, բայց այդ անունը իսկապես ես շատ եմ սիրում։ Եթե հանկարծ չգտնես, ես աղբյուրը կասեմ, դու այնտեղ ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դավիթ, երբ ես քեզ հրավիրեցի իմ հաղորդմանը, բնականաբար սկսեցի փոքրի շատ ուսումնասիրել, թե դու ինչով ես զբաղվում եւ նկատեցի, որ դու շատ ես սիրում լեռներ բարձրանալ, արշավների ես գնում։ Որտեղ ես գնացել եւ ինչպիսի տպավորություններ պատմիր, խնդրում եմ։ Դե տպավորությունները ֆանտաստիկ են։ Հայաստանում շատ գագաթներ են բարձրացել, Հայաստանից դուրս մենակ Արարատն են բարձրացել, բայց շատ կարճ ժամանակահատվածում է այդ ամեն ինչը տեղի ունեցել, այսինքն մեկ տարվա ընթացքում ես այնքան գագաթ եմ բարձրացել, որ մարդիկ 3-4-5 տարի պահանջվում է այդ ամեն ինչի համար, ոչ թե դա բարդ է կամ ինչ-որ բան, ուղղակի երբ որ աշխատում ես, մի քիչ համատեղելն է շատ բարդ աշխատանքի հետ, որովհետև ամեն մի գագաթ բարձրանալ, ամեն մի սար բարձրանալը դա նախ դու տեղից իջնում ես գերհոգնած, երկրորդը եթե մի քիչ հեռու է, արդեն մեկ օրում դու դա չես կարողանում անել, այսինքն դա տևում է արդեն 3 օր, օրինակ խոստու բարձրանալու համար դու պետք է 1 օր գնաս, 1 օր բարձրանաս իջնես եւ 1 օր վերադառնաս, այսինքն կան լեռներ, որ իրենց բարձրանալը բավականին ժամանակատար է, բացի այն, որ ինքը բավականին բարդ է, հաճելի է, չգիտեմ, այնտեղ միստիկա կա ու շատ լիքը բաներ կան, ինքը նաեւ ժամանակատար է, այսինքն իմ տարիքի տղամարդու համար ինքը հաճելի է, բայց տանջանք է, որովհետև դու սար գնալու համար, այսինքն ինչ-որ բաներից քեզ զրկում ես, սկսած ֆինանսական հարցերը եւ նաեւ ընտանեկան հարցեր, այսինքն դու քեզ զրկում ես, որպեսզի կարողանաս այդ հաճույքից օգտվել, բայց դա այն հաճույքներից է, որը որ օրինակելի է։ Ինչի համար եմ ասում օրինակելի է, ես շատ կուզենամ, որ իմ տեղն ինձնից օրինակ վերցնի, ոնց որ իմ ընկերներն են օրինակ վերցնում են մարդիկ, ովքեր որ սարեր չէին գնում, հիմա սարեր են գնում, որովհետև դա վարակիչ հիվանդություն է, լավ հիվանդություն է։ Իսկ ինչ եք ձեզ հետ տանում։ Պայուսակի մեջ ինչ կա։ Դե պայուսակի մեջ վերցնում ենք պարտադիր պայման է ջուրը, մոտ 2 լիտր ջուր, պետք է պարտադիր պայման է, նայած ով ինչքան ջուր է խմում, բայց 2 լիտրը պարտադիր պայման է։ Վերցնում ենք սնունդ, հիմնականում ավելի եւ հեշտ մարսվող չէ, ավելի շատ կարճ ժամանակահատվածում քեզ էներգիա տվող։ Այդ ես ուզում եի հարցնել, շատ հետաքրքիր է։ Այսինքն պետք չի այնտեղ վերցնես, չգիտեմ, հավի բութ։ Այնտեղ ավելի շատ պետք է վերցնես երևի թեթևամարս եւ էներգատու սնունդ։ Հա, եւ էներգատու, օրինակ ասենք, չգիտեմ, այդ պոպոկ, չրեղեն, չգիտեմ, այդպես շատ բաներ կա, բայց դե ամեն դեպքում մենք հայավարի դες լավ վերցնում ենք էլի։ Այո, չրեղանը էներգատու սնունդ է համարվում։ Գիտեմ, ինձ համար բայց սարերում ամենահամեղը դա հաց ու պանիրն է։ Բայց ես պատկերացնում եմ ինչ հաճելի կլինի։ Իսկ ինչպիսի յուրահատուկ բարձունքներ կան, որոնց կուզենայիր հասնել, ես նկատի ունեմ ամբողջ աշխարհով մեկ։ Այնքան լեռներ կան, որ տենց իմ ուղեղում կան, դա բնականաբար 8014 գագաթ կա։
իրանք շատ դժվար են, իրանք դա ուղղակի լեռնագնացություն չէ, այնտեղ պրոֆեսիոնալ պատրաստվածություն է պետք տարիների, ընթացքում պետք է վազես, լողաս ու շատ ծանրաբեռնված, որպեսզի դու կարողանաս այդ բարձրությունները հաղթահարես, բայց մի սար կա, որ աշխարհում կոչվում է աշխարհի ամենագեղեցիկ սարը։ Ինքը Հիմալայիներում է, Էվերեստը կիմանաք։ Էվերեստի կողքն է, ինքը կոչվում է Ամադաբլամը։ Ամենաբարձր լեռնը։ Էվերեստն է ամենաբարձրը, Ամադաբլամը Երևակայի ամենադժվարներից է, բայց ամենադժվարը չի, բայց ինքը ամենագեղեցիկ լեռն է, ինքը շատ դժվար է բարձրանալը։ Օրինակ ես շատ կուզենամ այդ լեռը բարձրանամ, կուզենամ իհարկե Էվերեստը բարձրանամ, K2-ը բարձրանամ, K2-ը ամենադժվարն է։ Վտանգավորը։ Վտանգները լեռներում շատ մեծ են։ Երբ որ դու մենակ մարդ ես, դու ունես ընտանիք, այսինքն դու ունես քո հետևից քայլող մարդիկ, դու իրավունք չունես մեծ ռիսկերի դիմես, դրա համար հիմա ինչքան հնարավոր է դու պետքա ավելի հեշտ մատչելի տեղեր գնաս, որպեսզի այդպես վտանգներից մի քիչ խուսափես, որովհետև սարերում իրոք վտանգավոր է եւ անկանխատեսելի է, ամենափոքր ու ամենացածր թվացող սարը կարող է ամենավտանգավորը լինել։ Այ բայց շատ հետաքրքիր է։ Վտանգավոր հաճույք է, բայց երջանկացնող։ Դավիթ, երբ որ բարձրանում ես, հասնում ես գագաթին, այդ էմոցիան, այդ զգացողությունը ինչպիսին է, ազատություն դա կլինի, ինչ ես զգում։ Չէ, եթե ազատության առումով նայենք, երբ որ դու արդեն սարը բարձրանում ես, դու արդեն ազատ ես։ Գագաթում դա ուրիշ էմոցիա է, դա դժվարությունը հաղթահարելու այդ կատարսիսի, այդ էմոցիոնալ ֆոնի ամենաբարձր գագաթնակետին հասնելու, երբ որ դու հասկանում ես, որ դու քո առջև դրված բարձունքը գրավել ես, գրավել մի քիչ սխալ է ասել այս դեպքում, որովհետև սարը մենք չենք նվաճում, չենք գրավում, սարը եթե թույլ է տալիս, բարձրանում ենք գագաթին, կանգնում ենք, բայց ամեն դեպքում դու քո առջև դրած խնդիրը կատարել ես, այսպես ասեմ։ Բնականաբար ամբողջ մարմնի արյան շրջանառությունը փոխվում է, հոգնածությունը միանգամից անցնում է, էմոցիոնալ ֆոնը ավելի զգայուն է դառնում, չգիտեմ։ Սկսում ենք մեկս մեկի շնորհավորել եւ այլն, որովհետեւ դու իրոք մենց տանջանքի մեջով ես անցնում սար բարձրանալուց, իրոք տանջվում ես, ֆիզիկապես դու տանջվում ես։ Երբ որ մարդիկ առաջի երկու անգամը գալիս են, համոզված են, որ ընթացքում մի 400 անգամ իրանք իրենց մեջ մտածում են, ես ինչ հիմարություն եմ անում, ես հիմա տունը, ասենք, պարկած չայի կխմեի։ Մինչև որ հաղթահարում ես գագաթը, հասնում ես գագաթ ու դու հասկանում ես, որ քո առջև դրած խնդիրը դու կատարել ես տանջանքի, ծարավի ու նմանատիպ ոչ հաճելի երևույթների հաղթահարման շնորհիվ։ Ահա, Դավիթ, ինչ է քեզ համար հաղթանակը։ Հաղթանակը ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդու համար ինքը հաղթանակը հենց բառը բնութագրում է, ինքը հաղթանակ է, ինքը առաջ գնալու, առաջ քայլելու միակ ստիմուլն է, այսինքն ինքը միակ գրավականն է, որովհետև եթե քո կյանքում հաղթանակներ չլինեն, ինչ որ մի բառի դու կդադարես պայքարել, պետքա թեկուզ մի քանի պարտությունից հետո գոնե պետքա հաղթանակ լինի, այսինքն պայքարող մարդը ինքը հաղթանակի համը երբ որ զգում է, ինքը միշտ հաղթանակի հետևից գնում է, որովհետև մեր ծնված օրվանից մինչև մեր վերջին պահը մենք պայքարում ենք, մենք տանջվում ենք, մենք չարչարվում ենք ու մենք հասնում ենք այդ վերջին պահին զուտ հաղթանակների շնորհիվ, մենք պարտությունների շնորհիվ մեր վերջին պահը շատ կարճ կարող է լինել։ Այ հենց հաղթանակը դա է, որ ինքը քեզ ապրելու, արարելու ու նոր նպատակներ դնելու քո առջև ինքը էներգիա ու ստիմուլ է տալիս։ Ես պատահական չտվեցի քեզ այդ հարցը, որովհետև այն մարդը, որը սիրում է լեռներ բարձրանալ, դա պատահական չէ, այսինքն նա սիրում է բարձրանալ։ Եվ այդ մարդու համար հաղթանակը ես կարծում եմ լրիվ ուրիշ պատկերացում ունի։ Բայց լեռներում մի քիչ sense մի հատ շատ կարևոր խոսույթ կա, լեռը բարձրանալը դա 30%-ն է գործի, 70%-ը դա լեռը իջնելն է, որովհետև փորձը ցույց է տվել, որ բոլոր այդ դժբախտ դեպքերը, որ լինում են, դրանք իջնելուց են լինում, որովհետև մարդը, երբ որ բարձրանում է, հասնում է գագաթ, իրան թվում է, թե ինքը հաղթահարել է բոլոր դժվարությունները, ինքը թուլանում է, իսկ թուլացած ինքը չի կարող լեռը իջնել։
Նորից եմ ասում, իջնելը ավելի բարդ է, քան բարձրանալը։ Նախ առաջինը մտքով, որովհետև երբ որ դու բարձրանում ես, դու գագաթը ուզում ես հաղթահարել, այսինքն դու մտքով ուժերդ հավաքած ես։ Երբ որ դու գագաթը հաղթահարել ես, քեզ թվում ամեն ինչ վերջացավ, դու քո նպատակին հասար, դու թուլանում ես այդտեղ։ Իսկ լեռներում դու թուլանալու իրավունք չունես ու հենց ամենաբարձր լեռներում ամենադժբախտ պատահարները, ամենամահացու պատահարները լինում են դա իջնելուց, երբ որ մարդիկ թուլանում են։ Օրինակ Էվերեստը։ Էվերեստը շատերը չեն վերադարձել, այո։ Բարձրանալուց ոչ ոք չի մահանում գրեթե, որովհետև իրանք մտքով պետք է հաղթահարեն, իրանք ուժ են գտնում, անընդհատ ուժ են գտնում։ Իսկ իջնելուց ինքը արդեն հաղթահարել է։ Ինքը չէ մտածում, որ գնամ հասնեմ տեղ, նոր իմ հաղթանակը կգրանցեմ։ Ինքը մտածում է ես արդեն Էվերեստի գագաթին կանգնել եմ առանց մտածելու, որ ինքը դեռ խոսքի 8000 կամ 7500 մետրի վրա է ու ասենք -50 է։ Ու 120 կմ/ժ արագությամբ քամի։ Դավիթ, քո երազանքների կինոռեժիսորու մոտ կուզենայիդ նկարահանվել։ Դե ինքը մեկը չի, օրինակ ասենք կան մի քանի ռեժիսորներ, օրինակ Մարտին Սկորսեզը, Քրիստոֆեր Նոլան, Սպիլբերգը։ Կան ռեժիսորներ կան, բայց երևի Սկորսեզը։ Շատ լավ։ Դավիթ ջան, շնորհակալ եմ եւ կարծում եմ արդեն կարող ենք սկսել։ Հիշենք, որ մենք այստեղ եկել ենք մարզվելու համար։ Այո։ Հիշեցնեմ։ Կարող ենք սկսել, թույլ տալիս ես։ Միանշանակ։ Սկսեցինք։ Դավիթի համար այսօր պատրաստել եմ բավականին արդյունավետ պարապմունք։ Կսկսենք արագը ուժային նախավարժանքից, այնուհետև կանցնենք մեր հիմնական աշխատանքին, աշխատեցնելով ուսագոտու մկանները, ձեռքերի եռագլուխ մկանները, որովայնի ուղիղ եւ թեք մկանները, մեջքի մկանները, կեզրափակենք ձգումներով, այնպես որ մեծ թեժ է լինելու, միացեք։ Սկսում ենք ուսերով աշխատել։ Եվ հակարակ։ Հակարակն ես անում։ Հակա իշտ։ Ձեռքերը դնում ենք աստրերին և գալիս ենք առաջ։ Եվս 4, 3, 2, շատ լավ ուղղվեցինք, հասնում ենք հատակին և ուսերով հետ։ Ահա, և ուսերով հետ։ Եվ հետ։ Ահա, 4, 3, 2, շատ լավ, և կողպեք։ Ահա, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, շատ լավ, ուղղվեցինք, ստարտ։ Հիշում ենք կքանիստի կանոնները, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք, կառավարում ենք ծնկները, որպեսզի ոտնաթաթերից առաջ չընկնի, 4, 3, 2, մի հատ էլ, 4, 3, 2, 1, ստարտ։ Ստոպ։ Լավ ավեց, հա։ Burpee։ Մնացինք Դավիթ, ձեռքերը լայն, push-up, մնացինք։ Պահում ենք, ձեռքերը մի փոքր նեղացնում ենք, սայթ։ Ես ինչ ենք անում։ Ուղղակի պահում ենք։
Hold 4 3 2 1 Կենտրոնում ենք պահում հաշվում ենք 8 7 լավ ես Դավիթ Let's go 6 5 4 3 2 1 Սենչել կենտրոն պատրաստ պիտի կատարենք mountains climber պատրաստ ես 4 3 2 1 mountains climber Չորս, երեք, երկու, մեկ, stop, jumping jack Երեք, երկու, ուզում էի խաբեի կեզ Դավիթ, ընալ չստացվեց Սկսում ենք ուսագոտու մկանների աշխատանքը։ Տեսեք, արտաշնչելով ձեռքերը բարձրացնում ենք ուսերին հավասար, բացում ենք, այստեղ նույնպես պետք է ձեռքերը լինեն ուսերին հավասար, փակում ենք եւ շնչելով իջեցնում ենք։ Այնուհետև պիտի պահում կատարենք։ Հաջորդ վարժությունը ձեռքերի եռագլուխ մկանների համար է։ Մեր դասական triceps curl, տեսեք, արմունկները նեղ, արտաշնչելով ձեռքերը բարձրացնում ենք մինչև վերջ եւ շնչելով իջեցնում ենք։ Այնուհետև պիտի զսպանակումներ կատարենք։ Այսքանը կարող ենք սկսել։ 4 3 2 1 start Մեջքը ուղիղ, արտաշնչելով ձեռքերը բարձրացնում ենք, ուսերին հավասար և շնչելով իջեցնում ենք։ Եվ պահում ենք կատարում։ Hold 8, 7, 6, 5, 4, 3 Երկու, մեկ և վերջին 8-ը, 7-ը, 6-ը լավ ես Դավիթ? Ահա, 4, 3, 2, 1 և դանդա, իջեցնում ենք։ Գրեցինք, shoulder stretch, սա գոտու մկանի ձգում, ահա, մյուս ձեռքը, Հաջորդ վարժությունը ձեռքերի եռագլուխ մկանների համար է, վերցնում ենք տանձագնդերը, արմունկները նեղ, ահա, և սկսում ենք աշխատել պատրաստ ես Դավիթ, գնացինք, ստարտ։ Արմունկները հավաքված, արտաշնչելով, ձեռքերը բացում ենք վերևում և շնչելով ծալում ենք։ Եվ զսպանակում ենք, Դավիթ, զսպանակում ենք կատարում, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 ևս 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և ստապ։ Եռագլուխ մկանի ձգում, Դավիթ, այսպես։ Ահա, շատ ճիշտ է։ Մյուս ձեռքով։ Դավիթ։ Ոտքերը 90 աստիճան, դունչը բարձր, հայացքը առաստաղին, արտաշնչելով ձգվում ենք առաջ և շնչելով իջնում ենք։ Կատարում ենք crunches, Դավիթ պատրաստ է։ Այո։ Ստան, գնացինք։
Ստոպ։ Ուսերը պոկում ենք հատակից և հակառակ ոտք բարձրացնում և իջեցնում ենք։ Ստոպ։ Ստարտ։ Շնչի։ Ոտքերը ուղիղ, կատարում ենք սովորական քրանչից, դունչը բարձր, հայացքը առաստաղի, ձեռքերը ծոցակի, արտաշնչելով ձգվում ենք և շնչելով իջնում ենք, զսպանակումներ կատարելով, դունչը բարձր, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, ևս 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, stop։ Plank position, ձեռքերը նախաբազուկների վրա, գլուխը նախարչվում է երկու ձեռքերի մեջ և նորից գալիս ենք plank position դիրք։ Սկսեցինք, Դավիթ, start։ Hand plank position, ձեռքերը ափերի վրա, տեսեք, հասցնում ենք ուսերին, սկսեցինք, Դավիթ։ ԵՒս 4, 3, 2 և stop։ Մեջքի մկանի աշխատանքը, տեսեք, և ուսերը, և կրծքավանդակը, և ազդերը պոկում ենք հատակից, և ձեռքերը, և ոտքերը միաժամանակ բացում ենք և փակում։ Երկրորդ վարժությունը, ոտքերը թողնում ենք հանգիստ, աշխատում ենք միայն կրծքավանդակով և ուսերով, արտաշնչելով, ձգվում ենք վերև և շնչելով իջնում ենք։ Եվ երրորդ վարժությունը, ստատիկ վարժությունը, Superman position, մեր սիրելի վարժություններից է, և կրծքավանդակը, և ուսերը, և ազդերը պոկում ենք հատակից և պահում ենք կատարում hold։ Այսքանը կարող ենք սկսել։ Start։ Ներոյես։ Stop։ Հիմա ոտքերը թողնում ենք հանգիստ, աշխատում ենք միայն կրծքավանդակով և ուսերով պատրաստ ես, Դավիթ։ Գնացինք։ Stop։ Եվ վերջին ստատիկ վարժությունը, Superman position։ Սկսեցինք։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, դնում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և stop։ Դավիթ, Դավիթ։ Զանգ ես էլ ինձ։ Չեմ զանգի։ Խաբեցի կզանգեր։ Ողնաշարը ուղիղ, աջ ձեռքը թեքում ենք,
Ձախը զուգահեռ։ Ձախ ձեռքով բռնում ենք աջ եւ ձգում։ Կենտրոն, մյուս ձեռքով։ Բռնում ենք ձախ ձեռքը եւ ձգում։ Կենտրոն, պտտեցնում ենք ձախ ոտնաթաթը եւ ձգվում դեպի այն։ Բացում ենք կրծքավանդակը։ Այո։ Եվ նորից հասնում ենք ոտքին, Դավիթ։ Պտտվում ենք, աջ ոտնաթաթն ենք պտտեցնում, հասնում ենք դեպի այն։ Բացում ենք կրծքավանդակը։ Եվ նորից հասնում ենք դեպի ոտնաթաթը։ Գալիս ենք կենտրոն, ձեռքերը խաչում ենք, թուլացնում ենք ողնաշարը։ Մածենք։ Ձախ ոտքը ծալում ենք 90 աստիճան, աչը տանում ենք հետ եւ գալիս ենք առաջ, ինչքան կարող ենք։ Այնուհետև բռնում ենք ոտքը, Դավիթ, եւ ձգվում ենք ինչքան կարող ենք։ Այնուհետև ծալում ենք ոտքը, նայիր, ձգվում ենք հակառակ ուղղությամբ, ձգվիր, ահա, գեղեցկություն, Գեղեցկություն։ գալիս ենք կենտրոն, և մյուս ոտքով 90 աստիճան, և գալիս ենք առաջ, ահա, բացարձակապես, գրկում ենք ոտքը և ձգվում դեպի այն։ Տանում ենք ոտքը, Դավիթ, և ձգվում հակառակ ուղղությամբ։ Ես հիմա Դավիթին օգնելու եմ, Դավիթ չգոռաս, ձգվեցիք։ Ահա, ոտքերը ծալում ենք, նստում ենք կրունկներին և ձգվում ենք առաջ։ Աջ ոտքը տանում ենք հետ, հենվում ենք միայն ձախ ոտքի վրա։ Կենտրոն, ձախ ոտքն ենք տանում հետ, հենվելով աջ ոտքի վրա։ Դավիթ, ինչպիսի ֆանտաստիկ զգացողություններ դու ունես հիմա։ Ծունգս ցավում է։ Կենտրոն։ Աջ ոտքը ուղղում ենք։ Չէ, բայց այդպես չէ, փորձիր, ահա, և ձգվում ենք առաջ։ Փորձում ենք ուղղվել։ Հա, ոտքը դեռ չեք փոխել, բայց մենք։ Չեք փոխել։ Նման ճշմարտություն չկա, մենք նույն ոտքի վրա ենք դեռ։ Եվ հասնում ենք ոտքի։ Այ հիմա նոր փոխում ենք ոտքը։ Ձգվում ենք առաջ։ Ուղղվում ենք և հասնում ոտքին ինչքան կարող ենք։ Բրավո, Դավիթ, ոտքերը լայն։ Բրավո։ Գալիս ենք առաջ, ինչքան հնարավոր է։ Ահա, շատ լավ, ինչքան հնարավոր է։ Միացնում ենք ոտքերը, նորից ինչքան հնարավոր է գալիս ենք առաջ։ Ուղղվում ենք։
Իջնում ենք։ Այո։ Վերջացեցինք։ Շնորհակալ եմ Դավիթ ջան մասնակցության համար։ Ես էլ եմ շնորհակալ, իրականում այս ամեն ինչը շատ ճիշտ է ու շատ լավ է։ Առողջ ապրելակերպը ինքը մեր կյանքի պետք է ամենակարևոր դերը զբաղեցնի, որովհետև եթե ուզում ենք երկար ապրենք, եթե ուզում ենք առողջ ապրենք եւ առհասարակ եթե ուզում ենք փոքրերի համար օրինակ լինենք, պետք է մենք մեր օրինակով ցույց տանք, որ սա ճիշտ է, մի քիչ տանջվում ես, մի քիչ չարչարվում ես, բայց գեղեցիկ մարմին ունենալը ու առողջ միտք ունենալը սա ամենակարևոր բանն է, շնորհակալ եմ քեզ։ Եվ երջանիկ ապրենք, որովհետև երբ մենք մարզվում ենք, սիրելի հեռուստադիտողներ, մեր օրգանիզմը արտադրում է երջանկության բազում հորմոններ։ Դա շատ կարևոր է։ Այո, ես երջանիկ եմ հիմա։ Այո, մենք երջանիկ ենք։ Այսօր այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք, ցտեսություն։